Մենք այսօր պայքարում ենք մեր հարցերի հետ միասին, պայքարում ենք նաև երևանցիների համար, ինչի բացատրեմ։ Օրեկան մոտ 20 գազել մտնում է Աչափնյակ համայնք, Հալաբյան փողոց։ Պատկերացնում եք Հալաբյան փողոցի վիճակը։ Ասենք ֆիզիկայի խաչմերուկ եմ մինչև գնալու։ Եղավ որ մենք պայքարում ենք նաև երևանցիների համար։ Ճիշտ է։ Ուրեմն խոսքս ուզում ուղղեմ մեր կառավարությանը եւս մեկ անգամ, պարոն Փաշինյան, դուք շատ թույլ կադրեր ունեք, ով ասենք ֆիզիկայի խաչմերուկը կարող է համարել Արվարձան։ Տեղեկացնեմ մեր փոխնախարարին, որ Երևանի Արվարձան այս թևի վրա կարող է լինել Վաղագնի թաղամասը եւ Հույսի Ավանը, բայց ոչ ֆիզիկայի խաչմերուկը։ Ֆիզիկայի խաչմերուկը 50-ականներին է եղել Արվարձան, բայց ոչ հիմա։ Ախր այնքան բան կա ասելու, որ չի կարելի ժողովրդին այս աստիճանի հասցնել։ Ասենք ինչ է այդ երկու ավտոբուսը, այդ երկու գիծը, ասենք 2 կիլոմետրի տարբերություն, ասենք Երևանը եկել Քասախից անցել է։ Հələ նայեք ժողովուրդ, գնացել ասել է պաշտպանության նախարարություն, հələ տեսեք քանի կիլոմետր է հեռու։ Ընդամենը 500 մետր պետք է գյուղ մտնի։ Ընդամենը 500 մետր պետք է գյուղ մտնի, դրա համար այսքան ժողովրդին հանել են ոտքի։ Նույնը Պրոշյանի ժողովրդի համար, այնտեղ էլ 1 կիլոմետրի հարց է։ Եկել մտնել է Պրոշյանի տարածք, վարչական տարածքի մեջ է Պրոշյանի։ Ինչի համար այդ քաղաքային ավտոբուսը հանվում։ Ասենք գալիս է միջև նախկին պաշտպանության նախարարության շենքի մոտ, ինչի համար։ Երկու քննարկումների ժամանակ այդ հարցերը տվել եք, ինչ են ձեզ արձագանքել։ Նախարարը չի պատասխանել։ Փոխնախարարը իմ տված 3 հարցերից ոչ մեկին չպատասխանեց։ Փաշինյանին կոչ արեցիք, իսկ ինչ կոչ կանեք ոստիկաններին, որպես քաղաքացի։ Ոստիկանները մերն են առաջին հերթին, հարգարժան ոստիկաններ։ Մենք այսօր չենք սահմանափակում Երևան քաղաքի բնակչության ազատ տեղաշարժը։ Մենք այսօր իրենց ազատ տեղաշարժի համար ենք պայքարում։ Ասենք հենց պատկերացրեք 20 գազել օրեկան մտնում է Երևան քաղաք։ Հիմա իրենց ազատ տեղաշարժը սահմանափակվում է թե ոչ։ Այդքանը։ Ինչու եք այսօր կապում այս մեծաթիվ ոստիկանական զորքերի քանակը։ Չեմ կարող պատասխանել։ Սա որերորդ անգամ է, որ դուք ճանապարհ եք փակում։ Ես արդեն 3-4 հաշվել եմ։ Այո, 3-4 երևի։ Այսօր առավոտյան 8-ից եք փակել։ Հա։ Մի փոքր խոսեք ձեր ակնկալիքների մասին։ Այսօր ակնկալիք ունենք, որ վերջի իշխանությունը ականջալուր կլինի ու կբավարարի ժողովրդի օրինական պահանջը։ Իսկ եթե չլինի։ Եթե չլինի, եթեն հետո կորոշենք։ Հիմա ինչ եք պատրաստվում անեք։ Դե որ սպասում ենք կառավարությունից ինչ-որ մի լուր։ Ճիշտն ասած, հենց այս պահին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել, նշելով, որ բազմաթիվ հանդիպումներ են եղել եւ քննարկումների արդյունքում առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ, մասնավորապես փոխադրավարձի նվազեցում Պրոշյան-Երևան 200 դրամ 250-ի փոխարեն, Քասախ-Երևան 150 200 դրամի փոխարեն, չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում, Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից, տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում եւ Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։ Նաեւ նշել են, որ հնչող պահանջները չեն տեղավորվում գործող օրենսդրության շրջանակներում։ Ներողություն, վերջնակետի փոփոխությունը որն է, ֆիզիկայի խաչմերուկը, սկզբից էլ այդ էր դրված հարցը։ Ինչ է ֆիզիկայի խաչմերուկ։ Ես էլ եմ ասում, հələ աշխատողներին թողամ մի կողմ, նորից եմ կարկամում, 400-ից ավել ուսանող ունի Պրոշյան համայնքը, 1000-ից 700 Քասախ համայնքը, 1100 հոգի հիշացրեցին ֆիզիկայի խաչմերուկ, կարենալու են ապահովել իրենց ազատ տեղաշարժը, հələ չեմ ասում աշխատող ժողովրդի մասին։ Ու հարց են դնում, ասում են մենք պետք է թեթևացնենք, բեռնաթափենք Երևանը, այդ 20 գազել ավելացնելով թեթևանում, չի թեթևանում, չէ։ Պատկերացնում եք Հալաբյան փողոցի վիճակը։ Մեր փոխնախարարը երևի տեղյակ չի, թե Հալաբյան փողոցում առավոտյան ինչ է կատարվում։ Այսօր երկուսներ գործել են միաժամանակ, վստահություն չկա, որ վաղը 25-ը կլինի։